Բարև ձեզ, Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքի մասնակիցներ, ողջունում եմ ձեզ բոլորիդ։ Այսօր հուլիսի 15-ն է, մենք շարունակում ենք մեր աշխատանքը։ Այսօր ունենք մի քանի հարցեր քննարկելու, կարևորագույն հարցեր։ Առաջինը ես ձեզ կներկայացնեմ մի շարք դրական քայլեր, որը արեց վերջի ժամանակներս Հայաստանը, մեր հասարակությունը, սփյուռքայությունը, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները այդ հաջող քայլերի, դրական քայլերի մասին պետք է տեղյակ լինեն, որ կայուն լինի վիճակը Հայաստանի ներսում, որ մարդիկ հասկանան, որ կատարվում է աշխատանք։ Նաև ես այսօր կխոսեմ, ինչի հետ է կապված այս սուտերը, որ Ռուսաստանը սկսեց տարածել, նրա մասին, որ իբր մեր պրոբլեմները, մեր բեռնատար մեքենաների պրոբլեմները, շուկաների հետ կապված, արտահանման հետ կապված, որ այդ մեր պրոբլեմները կապված են Վրաստանի քաղաքականության հետ, տարածվում է, որ իբր Վրաստանը թույլ չի տալիս, որ Ռուսաստանից վերին Լարսից բեռնատար հայկական մեքենաները մտնեն Վրաստանի տարածք, ակնհայտ ստեր, նաև ստեր տարածվում են այլ տիպի, դրա մասին կխոսենք, ում է ուղղված դա, ինչի մասին է խոսքը, մյուսը Ռուսաստանի քաղաքականություն, ինչի հետ է կապված, որ Ռուսաստանը այդպես մեղմ է Ադրբեջանի նկատմամբ։ Դուք գիտեք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շատ բաների մասին խոսեց երեք, մենք երեք մանրամասն դա քննարկեցինք, դա շատ կարևոր է նաև Հայաստանի համար։ Բացի դրանից Իլհամ Ալիևը անդրադարձավ Ուկրաինայի հարցի ու շատ չորով տեղը դրեց Ռուսաստանին։ Պեսկովը արձագանքեց։ Ինչ արձագանք տվեց Ռուսաստանը։ Ինչու այդ արձագանքը այդքան փափուկ է։ Կոլլերովը շատ հայտնի դեմք կապված Ռուսաստանի պետական համակարգերի հետ արեց շատ լուրջ հայտարարություններ, որ Լեռնային Ղարաբաղի հարցը սխալ լուծեց Պուտինը, որ Ադրբեջանը իրոք թշնամի է Ռուսաստանի պետության, խոսեց նրա մասին, որ լոբիստները Ադրբեջանի ակտիվ աշխատում են հիմա էլ Ռուսաստանում, աղազանգեց։ Ինչի մասին մենք նախկինում էլ ասում էինք, բայց միտքս ինչու՞մ է։ Ես ուզում եմ այս փունջ հարցերը այսօր մենք քննարկենք։ Իդեպ ասեմ ձեզ, Ուկրաինան բավական էֆեկտիվ հարվածներ է տալիս եւ Սեպ ծովում եւ Ազովի ծովում Ռուսաստանի նավերի լրջագույն լցանավերը խոցում է եւ այլ, դրա մասին էլ նաեւ կխոսենք ու նաեւ մեկ հարց ես ուզում եմ շոշափել, գործը, որը հարուցված է Գագիկ Ծառուկյանի դեմ, դուք գիտեք, որ ինչ որ process գտնում է, հասկացանք, բայց չեմ հասկանում ինչի հետ է կապված, որ գործարանները կապված Գագիկ Ծառուկյանի անվան հետ, այդ գործարանները հիմա զգալի մասը չի աշխատում։ Մարդիկ բողոքում են, մարդիկ չեն հասկանում, ինչի համար իրանց պատժում են։ Ուրեմն սկսում ենք մեր այսօրվա աշխատանքը, խնդրում եմ բաժանորդագրվել, կիսվել, լայքել, աջակցել մեր YouTube-յան ալիքին։ Նայեք, Արփինե Սարգսյան ներքին գործերի նախարար Հայաստանի։ Ինքը հայտարարեց, որ կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության ձեռնարկը մեկնարկը տրված է։ Փաստորեն սկսեցին տպվել մասսայական այն կենսաչափական անձնագրերը, որոնք նոր են։ Մեր քաղաքացիները, Հայաստանի քաղաքացիները կունենան նոր ուժեղ պաշտպանված անձնագրեր, այս կենսաչափական անձնագրեր։ Շատ կարևոր լուր է, շատ դրական հենց վիզա ազատականացման հետ կապված, որ Եվրոմիության հետ ի վերջո հասնենք վիզա ազատականացման, դուք գիտեք, այդ ազատականացումը վիզայի հետ ինչ որ տարիներ կպահանջում է, 3-4 տարի, բայց միանշանակ է, առանց կենսաչափական անձնագրերի դա չէր կարող լինել։ Ու սա մենք հիմա ստացանք շատ կարևոր լուր, որ մասսայական հիմա տպում են այս անձնագրերը։ Մյուս շատ լավ լուր նորից կապված է ներքին գործերի նախարարության հետ, Արփինե Սարգսյանը բացեց ջրափրկարարական կայանը Սևանա լճում։ Դուք գիտեք,
ջրափրկարարական այդ ծառայություն կա, նաև Սևանա լճում ու նոր գրասենյակ, նոր կենտրոն բացվեց Սևանա լճում։ Արպինե Սարգսյանը ինքը դա արեց Միացյալ Նահանգների ժամանակավոր հավատարմատարի հետ, դեր մենք նոր դեսպան Միացյալ Նահանգների չունենք, ժամանակավոր հավատարմատարը իր հետ միասին բացեց այդ կենտրոնը։ Նու անչափ կարևոր է, ինչքան կարևոր է դուք հասկանում եք, հագեցած նոր տեխնիկայով կենտրոն, որը կառուցեցին Միացյալ Նահանգները Հայաստանի հետ միասին, ինչքան կյանքել դա կփրկի, դա էլ հասկանում եք, ուրեմն դրական տեղաշարժեր կան։ Ու ես միշտ ասել եմ, որ մենք ունենք շատ պլաններ, պետք է սկսենք իրականացնել այդ պլանները։ Ու այդ դրականը ես տեսնում եմ։ Մյուս դրականը վաղը մեր կառավարության նիստում կքննարկվի շատ կարևոր հարց։ Դոնալդ Տրամփ ծրագրի հետ կապված այդ պայմանագիրը, որը կա շրջանակային, դա հիշում եք հունիսին ստորագրվել է եւ Վաշինգտոնում եւ Երևանում, երբ որ ստեղ եկավ Մարկո Ռուբիոն, այս շրջանակային պայմանագիրը պետք է սկսեն վավերացնել մեզ մոտ Հայաստանում։ Ու կառավարությունը այս օրենսդրական նախաձեռնությունով կմտնի նորընտիր ազգային ժողով։ Բացի դրանից սահմանադրական դատարան։ Դուք գիտեք, բոլոր մեր փաստաթղթերը անցնում են սահմանադրական դատարանի որոշումը, որ փաստաթուղթը համապատասխանում է մեր սահմանադրական կարգին։ Ուրեմն Դոնալդ Տրամփ ծրագրի հետ կապված պայմանագիրը Հայաստանը սկսեց վավերացնել այդ փուլը վավերացման ու մտնել ազգային ժողով ու վերջնական Հայաստանի կողմից որոշման ընդունումը սկսվեց։ Ես պետք է նաև ասեմ, որ Միացյալ Նահանգներին դիմեցին Հայաստանի ԶԼՄ-ները Միացյալ Նահանգների պետդեպարտամենտին ասելով, որ այ դուք կառուցում եք Դոնալդ Տրամփ ճանապարհը Հայաստանի հետ ու այդ ճանապարհը մի կողմից դուրս է գալիս Ադրբեջանի տարածք, մյուս կողմից Նախիջևանի մասով Ադրբեջանի տարածք, ոնց էր կարգավորվելու այդ հարցերը դուրս գալու այս ճանապարհների երկու ուղղությամբ եւ մաքսային ծառայությունները եւ սահմանապահ ծառայությունները։ Սպարիչ էր պատասխանը պետդեպարտամենտի, կարճ, հստակ, ամեն ինչ կկարգավորվի Հայաստանի օրենքներով, Հայաստանի սուվերենության շրջանակներում։ Շատ կարևոր դա պատասխան էր, քանի որ դա շատ է շարժվում, որ պարզ չի ԵԱՏՄ-ի խաղի կանոններով դա կլինի, ինչ խաղի կանոններով։ Պետդեպարտամենտը Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը ասում է ամեն ինչ Հայաստանի խաղի կանոնների համաձայն կլինի։ Բրյուսելում կոնֆերանս անցավ, ես ինչքան հասկանում եմ, այդ աշխատանքը շարունակվում է, կապված հայ գերիների գտնվող Ադրբեջանում։ Այդ կոնֆերանսի նախաձեռնողն են Հայդատը, Բրյուսելյան գրասենյակը Հայդատի, այլ մեր հայկական կազմակերպությունները, որոնք գործում են Բրյուսելում, այնտեղ շատ են ակտիվ կազմակերպություններ եւ ավանդական նոր ասեցի եւ այլ, իրենք կազմակերպեցին այդ կոնֆերանսը։ Պնդում եմ, որ դա շատ տեղին է, քանի որ Ադրբեջանը չի ուզում դեր լուծել այդ հարցը, մեր գերիներին ազատ չի ուզում արձակել, ուրեմն հասարակական մակարդակով, Եվրոպարլամենտի անդամների մակարդակով ու այդ կոնֆերանսում Եվրոպարլամենտի անդամներ Կոստաս Մավրիդես եւ Միրիամ Լեքսմանը հայտնի, իրանք ելույթներ են ունեցել, որ այդ հարցը պետք է լուծվի, այնտեղ ընդունվեց հայտարարություն, միտքս ինչու՞մ է։ Պնդում են, որ այդ աշխատանքը անհրաժեշտ է։ Այո, Հայաստանը այլ խողովակներով փորձում է այդ հարցը լուծել, բայց հրապարակային բարձրացում այդ հարցի պետք է լինի տարբեր մակարդակներով, նաև Եվրոպարլամենտի, Եվրոխորհրդի խորհրդարանական վերժողովի ինստիտուտները օգտագործելով, իմիջիալոց Ալիևը երեք իր ելույթում, երբ որ ես պատմում էի ձեր իր ելույթի մասին, եւ ԵԽԽՎ-ի մասին հիշեց, եւ Եվրոպարլամենտի մասին հիշեց, քննադատեց, բայց այդ ինստիտուտները իրենց համար մարդու իրանքները եւ քաղբանդարկյալների հարցը շատ ակտուալ է, շատ լուրջ է։ Հիմա
Նորից ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանում երեկվանից սկսեց իր աշխատանքը եվրոպական երկրորդ միսիան Հայաստանում, որը գործընկերության մասին միսիան է, պայքարելու, օգնել Հայաստանին պայքարելու հիբրիդային պատերազմների դեմ։ Այդ երկրորդ միսիան Եվրոմիության ապրիլին որոշում ընդունվեց, որ այդ միսիան կաշխատի Հայաստանում, բայց երեք մեկնարկ սկսվեց, արվեց այս կոնկրետ աշխատանքի այս միսիային, ողջունում եմ այդ միսիայի ներկայացուցիչներին, իրանք սկսեցին հանդիպումներ պետական ինստիտուտներում, երեք հանդիպեցին Արմեն Գրիգորյանի հետ, մեր անվտանգության խորհրդի քարտուղարի հետ, դու գիտեք, մենք էլ հանդիպել ենք իրանց հետ, արտգործնախարարությունը երեք ես դες ասեցի, կազմակերպեց հանդիպում իրանց հետ, այս միսիայի հետ մենք փորձագետներս հանդիպել ենք, հարցեր ենք տվել, քննարկել ենք, ուզում եմ ասել, այդ միսիայի դերը անչափ կարևոր է Հայաստանի համար, քանի որ ժամանակակից աշխարհում հիբրիդային պատերազմները ճյուղավորվում են, շատ են այս վտանգները եւ դեզինֆորմացիան եւ ավելի կոշտ քայլեր հիբրիդային, ուրեմն Հայաստանին պետք է աջակցություն տա Եվրոմիությունը ու տալիս է աջակցություն։ Հիմա Եվրոմիությունը հերթական սանկցիաները մցրեց Ռուսաստանի դեմ, ուժեղացրեց այս անգամ առանձին մարդկանց դեմ ուղված առանձին ընկերությունների, որոնք կիբեր հարձակումների հետ են կապված, իրենք ֆիքսում են այն մարդկանց Ռուսաստանի ու այն կազմակերպությունները, որոնք կապված են Ռուսաստանի հետ, ովքեր կիբեր հարձակում անում են եվրոպական համակարգերի վրա, ու նոր սանկցիաները ուժեղացրեցին։ Ես պետք է ասեմ, որ Եվրոպայում գինը, գազի գինը աճեց $600 1000 խորանարդ մերթիտրի դիմաց աճեց այդ գինը գազի, այդ խնդիրը, պրոբլեմ է ամբողջ աշխարհի համար, այդ էր Հորմուզի, Նեղուցի պրոբլեմները, որ սրվել են էլ ավելի են բարձրացում գները, այդ խնդիրը կա ամբողջ աշխարհի համար, նաև այդ թվում մեզ համար։ Հիմա Ուկրաինան իրոք շատ լուրջ դրոնների պատերազմ է վարում Ռուսաստանի դեմ, շատ էֆեկտիվ, շատ ուժեղ, օրինակ մի քանի օր առաջ, հիշում եք իրար հետևից 2-3 օր իրար հետևից ռուսաստանյան աերոպորտները, օդանավակայանները չէին կարող բնականon աշխատանք տանել, ժամանակավորապես չվերթները ուշանում էին, ինչ որ այդպես ծանր վիճակ էր ստեղծվում, օդը չէր աշխատում, այն իմաստով, որ ուկրաինական դրոնները մտան Ռուսաստանի օդ, ուրեմն անվտանգությունը չէր կարող Ռուսաստանը ապահովել այս քաղաքացիական չվերթների համար ու շատ ու շատ չվերթներ ուշացումով էին կամ ընդհանրապես փակվում էին, ինչ եմ ուզում ասեմ, Ուկրաինան կարողացավ Ռուսաստանին հակահարվածներ տալ, Ռուսաստանը խփում է բալիստիկ հրթիռներով, Ուկրաինան դրոններով, մեծ թվով դրոններով նեղություն է տալիս, ծանրագույն վիճակում է գցում Ռուսաստանը, նաև այդ թվում դուք գիտեք նավթամշակման գործարանների վրա հարձակումները հասան նույնիսկ Բաշկորտոստանի նավթամշակման ամենախոշոր գործարաններից մեկը, որը Ռուսաստանում, ոչ միայն Բաշկորտոստանում 1500 կիլոմետր խորությամբ է գտնվում Ռուսաստանի տարածքում։ Տեսակ հակահարվածներ տալիս է Ուկրաինան, գտավ ձև պայքարելու, պաշտպանելու իր սուվերենությունը, ավելին Ուկրաինան սկսեց լուրջ հարվածներ հասցնել ռուսական լցանավերին, ռուսական տարբեր նավերին, նաև գազ տեղափոխող եւ այլ, եւ Սև ծովում եւ Ազովի ծովում։ Ինչի են իրանք անում, իրանք ուզում են կտրել Ղրիմը ամբողջությամբ Ռուսաստանից։ Ու երեկվա հարձակումների արդյունքում նվազագույնը 17 լցանավեր կամ ոչնչացվել են կամ լուրջ վնասվածքներ ստացել են։ Ուկրաինացիք էֆեկտիվ այդ հարվածները տալիս են։ Հիմա Ռուսաստանը ի պաշտոնե հայտարարեց, որ վերին Լարսից դեպի Վրաստան չեն կարող մտնել
բեռնատար մեքենաները, քանի որ Վրաստանը խոչընդոտ է ստեղծում, չգիտեմ ինչ է։ Ում համար է այս սուտը։ Պարզ է ադրբեջանցիք չեն հավատա այդ ստին, վրացիք չեն հավատա, հայերի համար է։ Հայ ժողովուրդը իրոք շատ բարի, շատ լավ ժողովուրդ է, աշխատասեր, գրագետ, բայց շատ բարի ենք։ Քաղաքական իմաստով մենք շատ բարի ենք։ Օրինակ, բարի բուն իմաստով վերջի 2 օրը, 3 օրը ես լսում եմ տարբեր մարդկանցից այդպես միտք, որ գիտեք ինչ ամեն ինչ գցում են Ռուսաստանի վրա, որ փագեց շուկան մեր առջև, բայց մեր ապրանքների մուտքը Ռուսաստան կամ հակառակը նաև խնդիրներ առաջացնում է Վրաստանը։ Պատկերացնում եք։ Այն, որ մեկ-մեկ լինում են տեխնիկական հարցեր, մեր կառավարությունը լուծում է վրաց պատկան մարմինների հետ, այդ բնական է, այդ լինում է ցանկացած երկրների միջև։ Ես դրա մասին չեմ խոսում։ Հիշում եք ծաղիկների հետ կապված, ծաղիկների մուտքը Վրաստան մի պահ արգելվեց, հետո նորից թողեցին, կան լինում են այս ձևի։ Մեկ-մեկ անցակետերը նույն Սադախլոյում աշխատում են ծանրաբեռնված, մեկ-մեկ այդ հարցերն էլ մեկ բարձրացնում են, բայց բոլոր հարցերը Վրաստանի հետ լուծվում են արագ, էֆեկտիվ։ Այդ ինչ ստեր եք տարածում, ու քանի որ մեր ժողովրդի մեջ կա, ես կասեի այդպես, գիտեք, բարի լինելու այդ ցանկություն, ու իրոք մեր ժողովուրդը բարի ժողովուրդ է, մի քիչ էլ քաղաքականապես միամիտ ժողովուրդ է, միաժամանակ շատ ինտելեկտուալ, շատ գրագետ, բայց քաղաքական միամիտ, հավատում են այդ ստերի։ Եփե ստեղծե խոչընդոտ մեր ապրանքների համար, մեր բեռնատար մեքենաների համար, որոնք Վրաստանով մտնում են Ռուսաստան, ես չեմ էլ հիշում։ Եթե վերին Լարսը փակ է Ռուսաստանի կողմից, նշանակություն չունի, մտնում են Վրաստան այդ բեռնատար մեքենաները ու փակում է Ռուսաստանը, թե մտնում են այդ բեռնատար մեքենաները Ռուսաստանի տարածք ու Ռուսաստանը այն կողմից փակում է։ Բայց այդ փաստերը ձեզ ուզում եմ բերել, որ դուք հասկանաք, որ ինֆորմացիոն պատերազմը գնում է, ապա կողմորոշվելու մեր հասարակությունը աշխատանքը գնում է։ Հիմա շատ կարևոր թեմայի հետ կապված։ Ինչ ասե Իլհամ Ալիևը երեք չարաչորը։ Երեք մենք մանրամասն ուսումնասիրեցինք մի շարք իր ասացները կապված Եվրոմիության հետ, Միացյալ Նահանգների քաղաքականության հետ, Եվրոխորհրդի հետ։ Բայց երեք ես չեմ շոշափել մեկ շատ կարևոր հարց։ Իլհամ Ալիևը շոշափեց հարց կապված ռուսական կայսերության եւ սովետական միության հետ։ Ինքը ասեց Ադրբեջանը գաղութ էր եւ սովետական միության ներսում եւ ռուսական կայսերության մեջ։ Ես հիմա պատմական էջերի մեջ չեմ մտնի, օրինակ Վրաստանը իրավունք ունի ասել, որ Իրան օկուպացրեցին։ Ինչի Վրաստանը իրավունք ունի, քանի որ Վրաստանը մտավ Ռուսաստանի կազմը 1800 թվին ունենալով թագավոր, պետություն։ Ուրեմն իրանց խաբեցին, օկուպացրեցին փաստորեն։ Հասկացաք։ Բայց երբ որ դա ասում է Ալիևը, մի քիչ զարմանալի է, բայց գլխավորը ուրիշ բան է։ Ալիևը գնահատում է այն պատմությունը, որ կար Ադրբեջանի ռուսական կայսերության եւ սովետական միության մեջ, որպես օկուպացիա եւ գաղութատիրություն։ Գաղութ էին իրանք սովետական միությունում։ Երբ որ այս ձևի բաներ, օրինակ Ղրղստանի գրքերում է կամ դասագրքերում է Ղրղստանի, Մոլդովայի, Հայաստանի, Ռուսաստանը բողոքի ակցիա էր ուղարկում, ասում էր ինչ գաղութ, այդ սխալ մեկնաբանում է պատմության, բայց երբ որ Ադրբեջանի դեպքում է արձագանքը կար, բայց շատ մեղմ։ Ալիևը լուրջ հարցեր բարձրացրեց, ինքը ասեց մեզ գաղութ էին պահում։ Մինչդեռ Ադրբեջանը ծնվեց, դուք գիտեք, 1918 թվին, իրանք միջ այդ չունեին պետականություն, բայց նայեք ինքը ինչ է անում Իլհամ Ալիևը, ուժեղացնում է
իրանց կշիռը պարզ է այդ մեսեջը ուղղված է նաև Եվրոպային, նաև Միացյալ Նահանգներին, տեսակ ոնց ենք մենք պայքարում Ռուսաստանի դեմ, բացի դրանից Իլխամ Ալիևը խոսեց Ուկրաինայի հարցով ու ինքը ասեց ոչ մի դեպքում Ուկրաինան չպետք է համաձայնվի օկուպացիայի հետ։ Կոպիտ ասած Ղրիմը մյուս տարածքները դա Ռուսաստան չի, դա Ուկրաինան։ Ու չնայած որ շատ ցավոտ թեմաներ են, Ռուսաստանի արձագանքը, Պեսկովի արձագանքը շատ մեղմ էր։ Պեսկովը ասեց, այո, այս հարցում կտրուկ տարաձայնություն մենք ունենք կոշտ Ադրբեջանի հետ, մենք չենք օկուպացրել այդ տարածքները, Դոնեցկը, Լուգանսկը, Ղրիմը, այդ ռուսական տարածքներ են, պատմական Ռուսաստանն է եւ այլ, ինքը ասեց, բայց դա չպետք է խոչընդոտ հանդիսանա ռուս-ադրբեջանական հարաբերություններում։ Օրինակ, երբ որ Ղրղստանի հետ կապված, դա մոտավորապես 2-3 ամիս առաջ քննարկում էր, որ Ղրղստանի դասագրքերում գրված է, որ Ղրղստանը որպես գաղութ էր սովետական միության ներսում, շատ ցավոտ արձագանք տվեց Ռուսաստանը, այնտեղ նոտաներ բողոքի գրեցին, երբ որ Զելենսկին եկավ Հայաստան, ու Զելենսկին ինչ-որ մտքերով կիսվեց այդ պատերազմի Ռուսաստանի հետ, ինչ արձագանք էր, սպառնալիքներ, հենց դրա պատճառով էլ փագեցին, նաև այդ թվում փագեցին մեզամար շուկան Ռուսաստանը, բայց Ադրբեջանին ինչ ասի Ալիևը սա անցնում է։ Ու ես մտածում եմ, ինչի հետ է դա կապված։ Պատկերացնում եք հայտնի կոլերավը, մարդ, որը կապված է հատուկ պետական ինստիտուտների հետ Ռուսաստանի մեծ գաղտնիք չի, ինքը որպես փորձագետ, վերլուծաբան նաև ելույթ է ունենում, ու ինքը ասեց, որ Ադրբեջանը թշնամին համար մեկ է հիմա Ռուսաստանի համար, դա թշնամի երկիր է։ Ու ինքը ասեց, սխալ էր ոնց լուծվեց Լեռնային Ղարաբաղի հարցը։ Այդ մարդը խոսեց այդ Յուլի Գուսմանի մասին, որը Ռուսաստանում բարձր պաշտոն էր զբաղեցնում, ինֆորմացիոն դաշտում ու ապակողմորոշվեց Ռուսաստանը, ինքը ասեց, պատկերացնում եք, զբաղեցնելով Ռուսաստանում շատ բարձր պաշտոն, ինքը ապակողմորոշեց Ռուսաստանի էլիտան ու իօքուտ Ադրբեջանի շատ հարցեր լուծվեցին, մինչդեռ Ադրբեջանը թշնամի է, то есть նույնիսկ ճանաչված մարդիկ Ռուսաստանի աղազանգում են, բայց նորից Պեսկովը շատ մեղմ արձագանքեց, ասեց, չէ, խիեք դա ասում, մենք ձեզ հետ չենք ուզում փչացնել Ադրբեջան հարաբերությունները։ Ու ես մտածեցի, այս ինչ կաշառքներ են իրանք բաժանել, ոնց արան Ռուսաստանի այսօրվա իշխանություններին, որ Ռուսաստանի այսօրվա իշխանությունները Հարավային Կովկասում ակնհայտ հակառուսական քաղաքականություն են վարում։ Շատ հետաքրքիր է աշխարհը ու զարգացումները։ Մի քանի խոսք ուղղակի ես ուզում եմ ասել վերջում շատ կարևոր հարցի, քանի որ մեր քաղաքացիների դժգոհությունը շատ մեծ է հիմա կապված Գագիկ Ծառուկյանի հետ այս process-ի։ Այն, որ իշխանությունները պայքարում է նեգատիվ երևույթների դեմ, օրինակ ընտրակաշառքի բաժանում եւ այլ, ստեղ ոչ մի խնդիր չկա, այդ պայքարը պետք է գնա։ Այն, որ մեր կառավարությունը փորձում է անօրինական ձեռք բերված սեփականության հարցերը լուծել, վերականգնել եւ այլ, արդար լուծել ու նաեւ ինչքան հասկացա դա է պատճառը, որ Գագիկ Ծառուկյանի հետ հիմա մի քանի գործ հարուցվեց, դա էլ հասկանալի է, ինչի մասին է խոսքը, մենք հազար անգամ ասել ենք, որ մեծահարուստները կամ օլիգարխները չպետք է մտնեն քաղաքական դաշտ, մենք հազար անգամ ասել ենք, որ ընտրակաշառքները իրոք շատ վատ երևույթ է, պարզ է, մենք հիմա կսպասենք դատարանների որոշում, անմեղության կանխավարկածը պետք է ուժեղ աշխատի Հայաստանում, պարզ է, նաև պարոն Ծառուկյանի հետ կապված դատարանի որոշումներից հետո մենք կարող ենք հանգիստ խոսել, ասել ով մեղավոր է, ով ճիշտ է, բայց ինձ այնուամենայնիվ անհասկանալի է մեկ բան, մի քանի գործարաններ աշխատանքները կանգնացրեցվին, հենց պատկան մարմինների կողմից, որոնք հետախուզական ինչ-որ գործողություններ ծավալել, սկսած Արարատ ցեմենտի, Եվրոմոտորս, Մուլտիտաբակ, Մուլտիստոուն, կոնյակի գործարան, Երևանի կոնյակի գործարան, այդ գործարանների հետ կապված գործողությունները բերեցին նրան, որ այս օբյեկտները կանգնեցին։
Հիմա առած ցեմենտը ասում են նորից վերսկսեց աշխատանքը, բայց այս իմ թվարկած 5-6 գործարաններ չեն աշխատում, իմ մարդիկ հիմա դուրս եկան փողոց, պահանջում են, որ նորից աշխատացնեն այդ գործարանները, հարյուրավոր մարդիկ այնտեղ աշխատում են, ու ես անկեղծ ասած չեմ հասկանում, ինչու իրենց չեն տալիս աշխատել։ Դες փաստորեն պատժելով ինչ որ մարդուն հարված են հասցնում հասարակ մարդկանց, ովքեր այդ գործարաններում աշխատում էին։ Ես իմ ուշադրությունը կառավարությանը պետք է ուղղեմ այդ ուղղությամբ, քանի որ կառավարությունը լուրջ աշխատանք է հիմա կատարում, ու ես չէի ուզենալու, որ ինչ որ մեծ օջախներ դժգոհության առաջանան զորո մակարդակից։ Ես ավարտեցի իմ ելույթը, մինչ նոր հանդիպումներ։